Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ ավակել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ մեր մեջ սրբությունը կատարելագործելու Աստծո վախովը։ Թեկուզ այսօր թեման, որ մենք խոսելու ենք, մեր վարդապետական ուսուցման 26-րդ դասընթացն է։ Շատ բաներ ուղիղ Աստվածաշնչում գրած չի, որը վերաբերվում է հեռուստացույցին, մեդիային եւ համացանցային այդ բխտություններին։ Իրոք չկա, հեռուստացույցի մասին կարա՞ք միտեղ խոսիկ գրված է հեռուստացույց չդիտել, ռադիոհաղորդումներ չդիտել։ Բայց որ հոգիով քննում ենք մարգարեների, առաքյալների ասածները, որ աշխարհի սերը հորը թշնամություն է, մի սիրեք աշխարհի եւ ինչ որ աշխարհի մարդիկ անում ու սիրում են, որ աշխարհը կսիրե, աշխարհի նման կանա, ինքը հորը թշնամի է, ամեն։ Ինչի համար, որտեղ հեռուստացույցի եւ համացանցի միջոցով սատանան բղծել է շատ տաճարներ, շատ եկեղեցիներ։ Համացանցային բոլոր այդ սայթերով, Facebook, Instagram, տարատեսակ սայթեր, որ ես թամում չգիտեմ իլ անունները։ Ձեր ժամանակն է գողացել ու ձեր տաճարները բղծությունով աշխարհի ոգով լցրել, ամեն։ Դրա համար Աստծո ժողովուրդ, կուզեմ այսօր որ մենք ընթերցենք մենք երկրորդ վարդապետական գրքի 11-րդ կետը, որի իրականից վերաբերվում է այդ հիվանդությանը, որ շատ եկեղեցիներ հիվանդացած են այդ կետից ու չեն էլ բուժվում։ Ինչն է հիվանդությունը ընթերցեմ, ետքը կընթերցեմ բժշկությունը, դերը ու ճանապարհ ցույց կտամ, թե ոնց մարդիկ ազատագրվեն այդ դիվային կապանքներից։ Հեռուստացույցի եւ համացանցի, մեդիայի միջոցով սատանան մեղքով լցրել է շատ եկեղեցիներ։ Տեսեք շատերը կասեք չէ որ հիմա մենք համացանցով ենք ձեզի լսում։ Այո, դու կարաք համացանցը օգտագործեք Աստծո փառքի մեջ։ Իսկ եթե համացանցի մեջ մտնելով քարոզից գնում եք այլանդակություններ տեսնելու, ուրեմն քարոզն էլ մի լսեք, գնացեք Սուրբ Գիրք, Սուրբ Գրքից լավ քարոզ ոչ ոք չի կարա ձեզի տա։ Սուրբ Գիրքը ընթերցելուց հաստատ ռեգլամ չի գա ուրիշ բխտություն, ուրիշ լկտի բաներ, ուրիշ այլանդակություն եւ դուք էլ կամքից թույլ լինելու պատճառով չեք մտնի դրա մեջ նզովի եւ բղծվի, ամեն։ Հիմա ուրեմն հեռուստացույցի եւ համացանցի մեդիայի միջոցով սատանան մեղքով լցրել է շատ եկեղեցիներ։ Սա հիվանդությունն է, բոլորդ ստենստազները կվկայեք ու կասեք այո եւ ամեն։ 99% կրոնավոր եւ աղանդավոր եկեղեցիները համացանցի մեջ են։ Facebook, Instagram, նորություններ, տարատեսակ բաներ, ամեն, լսում եք եւ այդ սատանայի ստերն էլ տարածում ենք։ Հիմա եկեղեցին պիտի զգուշանա մեդիայից եւ հեռանա հեռուստատեսային եւ համացանցային բոլոր բղծություններից։ Սա իրականից դեղն է, որ յուրաքանչյուր բղծված հավատացյալ կարա հենց այսօր, հենց այս վարքյանից շտկի իրեն ճանապարհը, ամեն։ Ոնց շտկի ճանապարհը հիմա մենք ցույց կտանք եւ քարոզի միջոցով կբացատրենք ու տարատեսակ թե Դանիելի գրքից, թե Նոր Կտականից, թե Ինուխտից օրինակներ կբերենք, հասկացնենք ձեզի, որ իրականից Տիրոջ օգին խոսել է, բայց փակ կոտավորված ձևի։ Մի սիրեք աշխարհը ու ինչ էլ աշխարհի մարդիկ անում ու սիրում են։ Աշխարհի մարդիկ հեռուստացույցի չեն սիրում։ Մի օր անսարքա դառնում կռիվը տունը պատում, ամեն։ Դրա իրականից իրանց պաշտամունքն ու կուրքն է դարձել։ Ուրեմն ճշմարիտ եկեղեցու յուրաքանչյուր անդամ մի կետից է բաղկացած, շատ երկար պատգամ չի լինելու, 1-2 բառով էլ որ ասենք ձեզի հերիք է։ Ընդունող օքին 1-2 բառով էլ ընդունում։ Չընդունող օքին ինչքան կուզես բացատրա, նրա մեջ չի բացվում, ամեն։ Եթե Տերը քո մեջ բացել է, դու մի բառից կհասկանաս։ Ուրեմն ճշմարիտ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, որը Աստծո սուրբ տաճար է համարվում, պարտավոր է ժամանակը ծախու առնելով իր տաճարը մաքուր ու սուրբ պահել եւ չպղծել հեռուստատեսային եւ համացանցային որևիցե բանով, ամեն, եթե դա պղծություն է, եթե դա Սուրբ Գրքից չի, Սուրբ գրային բան չի, այլանդակություն է, քեզի կպղծի եւ կապականի, ամեն, ասա ով անկերդ, ասեմ ով ես դու, ասա ինչի հետ ես շատ շփվում, ասեմ ով ես լինելու դու, ամեն, ինչ որ գլուխն է այն կլինի հոտը,
ինչի հետ դու շփվում ես, ինչին ավելի մոտ հարաբերություն ես ցույց տալիս ու շատ ժամանակ, նրանց պես էլ դառնալու եք, ամեն։ Հիմա ճշմարիտ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, որը Աստծո սուրբ տաճար է համարվում, պարտավոր է ժամանակը ծախու առնելով, իր տաճարը մաքուր և սուրբ պահել և չպղծել հեռուստատեսային և համացանցային որևէ բանով, ամեն։ Անգամ 02 հաղորդաշարը, որ ազդարարում է, որ ժողովուրդը զգուշանան, դա նաև սատանայական քարոզչություն է։ Մի քանի միամիտների էլ սովորցնում է, թե բանկը ոնց կողոպտեն, ոնց են տարել, որ համայրա ըլստում էին, համայրա արդեն չէին էլ բռնվում, ամեն, գողացել էին ու պիտի տանեին վայելեին։ Նույն ձևերը սովորեցնում են այն միամիտներին, կամ հորն ասպան է, կամ մորն ասպան է, հայտարարում է սատանան հեռուստացույցի միջոցով այդ դիվային սերմերը, այդ պրակտիկան փոխանցում է միամիտներին, ամեն։ Եվ ինչ է լավ, որ որոշ մարդկանց լինում ազգուշացում, բայց 90%-ին պղծվել եւ հրեշ դառնալ։ Դրա համար պետք չէ համացանցով մտնել, հեռուստատեսային սերիալներ տեսնել։ Լնայեք այսօր ամենաշատ ակտիվ սերիալները որ կան, որոնք են, որ գողական ժարգոն ունեն, որ լրբություն, անառակություն, պղծություն, պոռնկություն եւ սպանություն են տարածում։ Հələ գնացեք այնա Պեպոյի, Արջվա կինոյի նման կինո նկարեք, բերեք դրեք, ոչ ոք վրեն չի նայի։ Բայց որ դուք նկարեք այլասերված կամ գողական ժարգոնով խոսող կինո, կամ որի մեջ շատ լինի պոռնկությունը, շնությունը, սպանությունը, որտեվ մարմինը կարոտա դրան ու ձգում է եւ դրանով պղծվում է։ Ուրեմն այնքան լայքեր կավաքեք, այնքան պասմոտր կունենաք, որ կշվարեք։ Բայց որ դու գնաս նա ու թվենա խին, սայատ նովայի կինոներից բերես դնես են մեր պապերից, մեր են տատիներից, որ մնացել են, բայց մենակ նրանք նայեն։ Բայց այլանդակությունը, այլասերվածությունը TikTok-ներում, Facebook-ներում, Instagram-ներում ամեն տեղ դրած է եւ ամեն ատեն ինչքանիսի այս հեռախոսները իրականից էականը տան մեջ հեռուստացույց դիտելը չէ, հեռախոսները հեռուստացույցից դաժան են։ Դու քո ուզած պղծությունը հեռուստացույցով չես կարա, չնայած մի գրում են բերում, հա։ Բայց շատ որ հեռուստացույցները գրովի պուլտեր չունեն, ինչ տեսար էտա մի անգամն է։ Բայց այսօր շատ հասարակ ձևի այդ սմարթ տելևիզորները, սմարթ հեռախոսները, ինչ ուզում ես գրում ես ու բերում է։ Մեքենայի որ հատվածի քանդել շինելը, այլասերվածության որ հատվածը տեսնելը, պարզ համ լավը կա, համ վատը կա։ Ոմանք էդի օգտագործում են ի բարօրություն Աստծուն եւ եկեղեցուն, եւ ոմանք էլ օգտագործում են պոռնկության, պղծության եւ շնության համար, ամեն։ Հիմա դրա համար էլ մենք մեր օկուպանտ ենք համարել, որ զգուշացնենք, որ ձեր ժամանակը ծախու առնելով նվիրվեք գրքին ու աղոթքին։ Դրանից կարևոր բան չկա։ Մեկ օր Աստված բոլորի ծածուկ գործերը կհանի, դատաստանի, ամեն, եւ ամենքին կհատուցանի ըստ իր գործերի։ Հիմա հասկացանք, որ պիտի մենք հեռանանք այդ պղծություններից, ինչի համար, որ այս Դանիելի 5-րդ գլխի խորհրդավոր մարգարեությունը մեր հետ չկատարվի։ Հիմա կարդում եմ Դանիելի 5-րդ գլուխ գրեք համարները ու քիչ ընթերցեմ եւ բացատրեմ, որ սրանք խորհրդով մեզ ազդարարում են, որ մենք անգամ հեռուստացույցից, համացանցից, մեդիայից եւ ինտերնետի բերած պղծություններից պիտի հեռու մնանք։ Այդ ժամանակը ծախու առնենք, նվիրենք Տիրոջ, ամեն։ Ժամանակը ծախու առեք, քանզի օրերը չարեն, ճիշտ է։ Բայց դու ժամանակը վատնում ես եւ դա համար առաջի մեղքն է քո համար։ Գրեք համարները Դանիել 5:22-26 22-ից 26 խոսք։ Առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 16-ից 17 Առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 16-ից 17 Ռոմեացիների 12:1 Մենք կերպարանվում ենք այս աշխարհի կերպարանքով, ամեն, նույնն անում ենք։ Հələ տեսեք ֆուտբոլը սկսվել, իսկ ձևի են նվիրված։ Մարդիկ միլիոններ են ծախսում, որ գնան այդ ֆուտբոլը տեսնեն։ Հասկանում եք։ Ռոմեացիների 12:1-ից 2 Հակոբոսի 4-ից 4 եւ Հովանու, առաջի Հովանու 2-ի
15, 17 Այսքան համարները հերիք են, որ ձեզի բացատրենք և հասկացնենք, որ այո, իրականից մեդիան համացանցը, հեռուստացույցն ու այս հեսօրվա զարգացած հեռախոսները մեծ չարիք են, հանկարծ որ հեռախոսը մոռանում ես տունը, վայ պրծավ կյանքդ ինչ որ տունը թողած լինես, հարյուրավոր կիլոմետր եթե գնացել ես, ետ կդառնաս, որ հեռախոսը դվեկալ ես, որտեղ առանց հեռախոսի դու կյանք չունես, իսկ եթե դու առանց հեռախոսի կյանք չունես, իսկական կյանքը կորցրել ես, ամեն։ Փառավորվի Քրիստոսը։ Հիմա դու գիտեք, որ Բաբելոնի թագավորը Բաղդասարը Նաբուգոդոնոսի թոռը որոշեց խնջույք անել իր հարչերի, պոռնիկների, շատ անառակ ընկերուհիների ու շատ բարձրաստիճան մարդկանց հետ, որոշեց կոպիտ ասած ծաղրել էլի իր հերը բերել, տանոթները դրել իրաց տաճարում։ Նա ասում էր սուրբ անոթը սուրբ տաճարում պետք է դրվի։ Նաբուգոդոնոսորը իրոք հավատքին տեղ տվել է, իրականից նաև ձեռին գործիք այլ է, բայց նրա սերունդը թոռը շատ այլասերված անձնավորություն ելավ եւ մի գիշերվա մեջ իրականից մի որ նայում եմ այս պարսիկների եւ իսրայելի պատերազմը տարիներով շարունակվել է Պարսից եւ մարած թագավորությունը մարած Պարսկաստանը եկավ ու գրավեց ամեն պարսիկներ եւ մարեր Իրան Իրաք իրար հետ էնել է երկու թագավորություն էին սրանք ամեն հիմա նույն ձևի տեսեք մինչեւ այսօր այդ պատերազմը շարունակվում է սրանք միշտ վեճ են ունեցել իրար հետ ամեն եւ էական է էդի չեմ խոսում թո Տերը պահի Հայաստան աշխարհը իրականի ծաղոտների շնորհիվ Տերը կպահի ինչ էլ որ լինի թեթևակի բաներ ալինելու որտեվ դեռ երրորդ համաշխարհայինը պիտի չսկսվի որտեվ դա պիտի լինի մեզ նեղության շրջանում ամեն հələ ճանապարհն էլ պատրաստ չի որ զորքերը արագ տեմպով հասցնեն Մեգիդո կիսատա դրա համար ես հավատում եմ որ այս պատերազմն էլ կկայնի որոշ կխփեն իրար կվնասեն կկագնեն երրորդ համաշխարհային այս գերտերությունները չեն լմասնակցի որտեվ եթե մասնակցեցին պրծավ կգնա ատոմային կռվի ու տեսեք այսօր ատոմային այդ ռումներին են հարվածում բայց ճանապարհից չշեղվենք որտեվ հենց պարսիկների եւ մարերի հաղթանակով Բաբելոնի թագավորությունը քարուքանդայել է Նաբուգոդոնոսորի հսկա թագավորությունը եկան ու գրավին մարած Պարսից թագավորները որ հեսօրվա էս Իրան Իրաքի ժողովուրդն են ամեն դրանք միշտ համայրա մեկ են եղել բայց այստեղ կարևոր բան կա որ Բաբելոնի թագավորը բերեց ու պղծեց անոթները որ այսօրվա մեր թեմայի հենց հիմքն է ինչ ուզեմ էդի կարդալ ու հասկանաք որ ինչպես Նաբուգոդոնոսորի թոռը պղծեց իր անառակ ընկերուհիների հետ գինի խմավ եւ փառավորեց մեծարեց ուտար աստվածների այդպես էլ մենք մեր տաճարը տալիս ենք դևերին պղծում ենք այլանդակ բաներ տեսնելով այլանդակ երգեր լսելով եւ իրականից կգա որ այդ թագավորությունը կգրավի թշնամին ամեն մենք մեր ձեռքերով մեր տաճարը հանձնում ենք դևերին բարձա մեր տիրոջ անոթը տիրոջ տաճարը պղծելով ինչ որ կորինթացիների թուղթնել ասում Հիմա ընթերցենք Դանիել 5-րդ գլուխ 22 խոսքից մինչև 27 խոսքը ու բացատրենք եւ մտնենք 22-ից 26 Եվ դու նրա որդի Բաղդասար չխոնարեցիր քո սիրտեսի Դանիել եկել է հանդիվանում ու բացատրում է գրվածքը ամեն որ բուն այսօրա թեմային է վերաբերվում ինչ էր արել պղծեր տիրոջ անոթները Ինչ եք անում դուք հեռուստացույցով, համացայցով, Facebook-ով, TikTok-ով ինչ այլասերված բաներ ասես տեսնում եք։ Հələ ես շատ հավատացյալների գիտեմ, որ անգամ մի հատ էլ քարոզ է գալում, այդ քարոզը թռնում են, չեն լսում։ Ուրեմն իշքան են պղծվել, որ աշխարհի լկտիություններն ու պղծությունները տենում են ավեսով։ Հանգարց որ մեկ դել ասո խոսք է կարդում, շուտ թռնում են էդի։ Հիմա մենք մեռած դիակներ չենք եւ ասո սուրբ տաճարն ու անոթները չենք պղծել արեք արտանանք եթե ոչ վաղը ուշա լինելու եւ դու նրա որդի Բաղդասար
Չխոնարեցրիր քո սիրտը, թեև այս ամենը գիտեիր, այլ երկնքի Տիրոջ դեմ քեզ բարձրացրիր, եւ նրա տանանոթները բերիր քո առաջին, Աստծո տանանոթները, եւ դու ու քո մեծամեծները եւ քո կանայք ու քո արջերը գինի խմեցիք նրանցով, եւ արծաթի ու ոսկի պղնձե, քարե, փայտե եւ քարի աստվածների գովեցիք։ Ամեն այլանդակություն անում ենք, բայց ոչ թե Տիրոջ կամքը, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում են եւ ոչ իմանում, բայց այն Աստծուն, որի ձեռքին է քո շունչը եւ որինն են քո բոլոր ճանապարհները, չփառավորեցիր։ Այն ժամանակ այն ձեռքի թաթը ուղարկվեցավ նրա առաջից եւ գրվածքը նկարվեցավ, եւ այս է այն նկարված գրվածքը, մանե, թեկեղ ու փարսին։ Ուշադիր խոսքի բացատրությունը, որ հենց խորհուրդն է այսօրա օրերին, որ մենք մեր տաճարները պղծում ենք եւ մեր թագավորությունը մեզանից գնում է։ Այս է խոսքի մեկնությունը, մանե Աստված համրել է քո թագավորությունը եւ նրան վերջացրել։ Աստծո տաճարը պղծող, թե համացանցով, թե գինեմոլությամբ, ինչո թե պղծությամբ եւ այլանդակությամբ, սա քեզ է վերաբերվում։ Մանե Աստված համրել է քո թագավորությունը եւ նրան վերջացրել, վերջ։ Կյանքդ Եզեկիայի նման պետք է վաղաժամ թողես ու գնաս։ Թեկեղ կշռվեցար կշռքով եւ պակաս գտնվեցար։ Փարես թե փարսին ավիրև է, բաժանվեցավ քո թագավորությունը եւ տրվեցավ մարած, Պարսկաստան էր կոչում, եւ Պարսից։ Տեսեք, պարսիկներ եւ մաներ։ Դրանք էս Իրան Իրաքում ապրող ժողովուրդն են։ Իրոք պարսիկների անունը մինչև այսօր կա, նաեւ իրանցիներ են համարվում, բայց Պարսկաստան էլ է համարվում, որտեղ նախկին անունը տենց է։ Ինչպես Արադ լեռի անունը մինչև մի կա, բայց նաեւ Սիս եւ Մասիս են դրել, ամեն, բայց մենք երկու անունն էլ լսել ենք ու գործածում ենք։ Հիմա տեսակ ինչ կատարվավ, կշռվեցար ու շատ թեթև գտնվեցար Աստծո տաճարները պղծելու, Աստծո անոթները պղծելու եւ դրանցով գինի խմելու եւ կուրքերին երկրպագելու ու մեծարելու։ Հիմա նույն ձևի Աստծո ժողովուրդ, մենք խորհուրդով ատիկա չենք, որ մեզի իրոք Աստված տվել է, ուտենք, խմենք եւ իրան փառք բերենք, բայց մենք նվիրվելով համացանցին, մեդիային, մենք նվիրվելով TikTok-ներին ու Facebook-ներին, պղծում ենք մեր տաճարները դրանցով, ամեն։ Ասում եմ, ես եթե մի հատ նորություն եմ լսում, խիղճս տանջում է, բայց երկրի վիճակն է ստիպում, որ նայեմ, հայտարարեմ, ահոտ կանենք, տենանք ինչ ալնում։ Բայց մեր ժամանակը չվատնենք, չփճացնենք, որ չգրվի կշռվեցար, շատ թեթև գտնվեցար։ Քո թագավորությունը քեզանից գնաց։ Էսի յուրաքանչյուր անատ թողեկալա իր վրեն, ամեն։ Ինչու գնաց, որտեղ պղծությունն է շատացել երկրի վրա եւ մեղքը, ամեն։ Հիմա ես կընթերցեմ նոր կտակարանից, որտեղ նորի մեջ շատ դրվագներ կա, խորհրդավոր դրվագներ, ուղիղ ոչ միտեղ գրված չէ համացանցից չօգտվես, հեռուստացույց չնայես, բայց որ գրված է շնացող, դու չգիտես աշխարհը ինչ որ անում է հորը թշնամությունը, ամեն։ Շնացողներ, շնացող բառը քո հետ կապ ունի, ուրեմն տաճարը պղծել ես։ Շնացող բառը քո հետ կապ չունի, ուրեմն ազատ ես, ամեն, բայց 100% կապ ունի եւ ես շատ եկեղեցիներ ման եմ եկել ու տեսել եմ, որ շատ քչերում կա այդ խստությունը, որ ամեն բառին վանկին ուշադիր են եւ իրեն ժամանակը ճիշտ են ծախսում։ Ամեն։ Առաջի Կորինթացից 3:16-17 Դե վերիվից խոսվում է, թե յուրաքանչյուր ոք թող քննա, թե ինչ է շինում, ամեն, որտեղ յուրաքանչյուրի շինությունը եկեղեցի կլինի, ընտանիք կլինի, պետք է կրակը որակավորի։
Եթե կա կրակը տալիս են, կրակից հետո ինչը կմնա խաղաղության մեջ էդ յակոնը, ամեն, ինչը որ սերցավ մոխիր դարավ դա օտարեր։ Դրա համար նախընտրեք մնաք հալածանքի մեջ, կրակների մեջ, չարչարանքների մեջ, եւ տկարանա կայնատեն կզորանաք, ամեն։ Փառավորվի Քրիստոսը, Առաջի Կորինթացիս 3:16։ Ուրեմն ամենքը շինում են, բայց մեկը պետք է առնի մրցանակը։ Եթե ոսկի արծաթ պղինձա, դու կառնես մրցանակը, թոքիժ լինեն, որակով լինեն։ Եթե փայտ խոտ եղեգա, պետք է բնաջինջ լինես, ամեն։ Չեք գիտեր, թե Աստծոյ տաճարն եք դուք, եւ Աստծոյ օգին ձեր մեջ բնակված է։ Եթե մեկը Աստծոյ տաճարն ապական է, մենք ինչո՞վ պետք է ապականենք, հաստատ չենք շնանա։ Տերը չի թողի, չեն գողանա, բայց նաև Տերը թողում է, հələ տեսի դու իրեն սիրում ես ամեն բանից առավել։ Ամեն ժամը դու վարքանակը Տիրոջը կտաս, թե չես տա։ Սաղմոս առաջինը մենակ անգիր ասում ես, թե իրականից պահում ես, ամեն։ Էդի գործնականում ցույց կտա։ Եվ եթե Աստծոյ տաճարը, եւ եթե մեկը Աստծոյ տաճարն ապական է, Աստված ալ զանիկա, եթե մեկ Աստծոյ տաճարն ապական է, Աստված էլ զանիկա պիտի ապական է, վասնզի Աստծոյ տաճարը սուրբ է եւ դուք եք այդ տաճարը։ Աստված ոնց է ապականում, Ռոմեացիների առաջի գլխում ասում են նրանց մատնեց անար կրքերի, որ խայտարակ լինեն, ամեն։ Անար կրքերի ոնց մատնեց, Աստված դա չէր ուզում, որ Աստված քեզի միշտ պահում է ու տեսնում է դու այդ պիղծ կրքերին ես տեղ տալիս։ Դրա համար Տերը հեռանում է եւ այդ կրքերը բերող դևերը գալիս են, բռնում, տանում են, տանջում են, համել սպանում են վերջում։ Ամեն։ Իսկ ով որ պարկեշտ է, ով որ խելոք է, իրա նման մի հատ խելոք կողակից է ճարում, ինքը կողակցի տաճարն է ասկում, կողակիցն էլ իրենն է ասկում, ամեն։ Եվ ընտանիքի մեջ սրբությունն ու սերն է շատանում, երեխեքն էլ տեսնում են, ապաշխարում են։ Փառավորվի Քրիստոս։ Չեք գիտեր, նորից եմ կարդում, թե Աստծոյ տաճարն եք դուք։ Երկրորդ Կորինթացիս 7-ում, 6-ի վերջում եւ 7-ում, ասում է մարմնի ու հոգու ամեն կերպ պղծությունից մաքրենք մեր տաճարները եւ սրբությունը կատարելագործենք Աստծո վախովը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, որ դու ժամանակդ մեդիայի, համացանցի, սայդերի, յութուբների, TikTok-ների մեջ նկարվում ես, դնում ես, անում ես, գցում ես, դու իրականում Աստծո տաճարը սուրբ ես պահում, թե պղծում ես։ Աստծո տաճարը սուրբ է եւ մենք ենք այդ տաճարները։ Արեք այդ սրբությունը իրականից մենք նորմալ պահենք, ամեն։ Իսկ եթե մենք Աստծո տաճարը կպղծենք YouTube-ներով, համացանցային այդ պղծություններով, քարոզներ ու սրբություններ լսելու տեղը, աշխարհիկ լկտի կլիպներ կտեսնեն, կինոներ, սերիալներ, ասում եմ, ես նորությունը լսելուց խղճահարվում եմ, որ նայում եմ ինչ է կատարվում, որ հայտարարեմ, աղոթք անեն։ Դու սերիալը, սիրահարական սերիալը նայելուց, կամ ջագներ դեսիմ ինչքան բացում ես, ինչա թե կիսամերկ ընդ դեսիմ ինչ են անում։ Դու Աստծո տաճար ես, թե արդեն դարեր ես դևի տաճար։ Դու նայելուց պետք է խղճահարվես այդ մերկերին։ Այդ խոսակցական ոճը, որ մտնում է քո ականջներից ներս, նզով կնա մտնում, մի օր փորձանքի կգաս, գիշես, եթե պահապան չես դնում քո ականջներին, քո մտքի դռանը ու բերանին, ինչ մտավետ էլ դուրս է գալիս։ Դու պղծում եք այդ համացանցի, հեռուստացույցի, էլի եմ ասում, շատերն էլ հեռուստացույց չեն էլ նայում։ Այս սամինի հրաշքի հեռուստացույց իրաց գրպաններում ման են գալիս։ Ամեն վարքյանետի մի րոպե աչքերի տեսադաշտից փախնի, անխաղություն կստանան։ Կամ պատկերացրեք քիչ է գործի այդում, ոյ աման, ինչ որ երեխեն բանից ընկավ բալկոնից։ Ինչ էլ է, հեռախոսս մնաց տունը։ Հասկանում եք, որ դա կուրք է։ Մնաց։ Վայ, բանկեր, զանգեր, գործ, SMS, ոմանց սիրահարական նամակների մի այրը կբռնի։ Չէ՞։ Տենա տուլուլուրի ալում ես, ով այս SMS գնում կնգան։
վերջը շատ բաներով է պղծում հեռախոսը։ Առաջնային իմ հեռախոսը հեռուստացույցը չի։ Սայթեր, TikTok-ներ, Facebook-ներ։ Ես որ չունեմ դրանք մարդ չեմ, թե ինձ չեն ճանաչում։ YouTube-ից մտար քարոս սերտողություն, լսիր հերիքա ուրիշ բան է պետք չի։ Բայց մեղրի կարասի նման են պույպույ մգնիկին ձգում հագնում ես, մեջն ուտում ու պարկում ես, որ գիրգ եկալ ես 5 րոպեից ավել չես կարում կամ մի ժամից ավել չես կարում զբաղվես, բայց որ ընկնում ես այդ YouTube-յան մեղրի կարասը, պույպույ մգնիկի նման այնքան ես ուտում, ուռում ես մնում ես մեջը, քթներիցդ կկակը թափի, հաջորդ օրն էլ հարված ես ուտում, ժամանակը փչացնելու հետ միասին քո աստոտաճարը պղծելու, որ էդի քոնը չէր, հապա աստունն էր, ամեն, չեք գիտեր, թե աստոյ տաճարը, չեք գիտեք, թե աստոյ տաճարն եք դուք, իհարկե թե աստոյ օքին ձեր մեջ բնակված է, իսկ եթե աստոյ օքին ձեր մեջ բնակված է, դու մեռած պիտի լինեք այդ YouTube-ներին, այդ մեղքերին, սայդերին, ջնջեք ու շպրտեք, ամեն, որոնք տանում են լավ բան եք ձեզի թվում նայում եք, բայց դու տալիս ես ժամանակը դևերին, հաստատ չես սրբանում, եթե չկա թե քարոս, սերտողություն, աղոտ պաշտամունք, ամեն, լավ ես ես սատանայական գործիքը օգտագործա պաշտամունքի մեջ, սրբությունը բազմացնելու, տարածելու մեջ, այկը վարձատրվես, բայց այս գործիքը, որ օգտագործում ես քեզ հարստահարելու և աստոտաճարը պղծելու մեջ, դադվելու ես, Բաբելոնի ես, անառակ թագավորի նման, չեք գիտեր, թե աստոյ տաճարն եք դուք, և աստոյ օքին ձեր մեջ կբնակի, եթե մեկը աստոյ տաճարն ապական է, Աստված էլ զանիկա պիտի ապական է, վասնզի աստոյ տաճարը սուրբ է և դուք եք այդ տաճարը, դու, իսկ աստոտաճարից ինչին վռնդեց Հիսուսը, մտավ տեսավ արած այլանդակների որջ, բացի աղոտքից կրքից ամեն ինչ կա, ամեն, ասավ գրված է, որ իմ տաճարը, իմ հոր տունը պետք է աղոտքի տուն լինի, եթե աղոտքի տուն չէ, գրքի տուն չի լինի, ամեն, կարևորը աղոտն է, իսկ եթե աղոտն ու գիրքը դուրս է գալիս, ամեն այլանդակությունը, բիզնեսը, առևտուրը, լկտիությունը, շնությունը, պղծությունները մտնում են տաճար, ամեն, որտեղ պաշտպանը չկա, պահապան Սուրբ Օքին չկա և դու այլանդակություններով հրճվում ես, մի օր քալլիթում մեռնում ես, մի օր քաղցիեղ կպնում մեռնում ես, մի օր ավտովթարից մեռնում ես, հետո ասեն Աստված են չի սենց արի, այ անխել, կետ տաճարը էլ, Աստծո հետ կապ չուներ, այդ տաճարը ում հետ կապ ուներ, նրանից էլ ստացավ ամեն ինչ, եղավ, սատանի հետ կապ ուներ, իսկ սատանան տարավ գլուխը կերավ, ամեն, երբ այդ տաճարը, որ իրականից մարդ է, բայց Աստծուն է պատկանում, առավոտ արթնանալով գիրք, աղոտ, պաշտամունք, քարոզ, վկայություն և մինչև ուշ գիշեր տուն է գալիս գիրք, աղոտ, պաշտամունք, հանդիմանություն ու քարոզչություն, այդ տաճարը չի կարա Տերը չպաշտպանի, այդ տաճարը արդեն դարեր առաջ է պաշտպանել ու մինչև վերջ էլ կպաշտպանի, բայց եթե այդ տաճարը կրկին հանձնվի դևերին, ինչպես Բաբելոնի տաճարը, ինչպես Երուսաղեմի տաճարը, որ բաբելոնացիներն եկան գրավեցին, ինչու գրավեցին, հիմի Բաբելոնի տաճարը ասելով, Բաբելոնի թագավորը որպես հավատացյալ եմ ստե ձեզ ներկայացնում, ինքը որ այդ անոթները չպղծեր, Աստված կպահեր, եթե ինքը հասկանալով Դանիելին լսեր կամ մնացած սուրբ հրեաներին, Աստված կպահեր այդ երկիրը, ամեն, որ այնքան էթանոց թագավորներ, որ հավատք են ունեցել Տիրոջ ձեռին գործիք են դարային ուխտում, գնացեք նայեք, Եզեկիան, որ Տիրոջը լսեց, Տերը չպահպանեց այդ տաճարն ու քաղաքը, բայց եթե Եզեկիան Իսրայելի նման պղծված լիներ, Աստված ապականեց Իսրայելին, պղծված Աքաբի ու Հերոբովամների պատճառով, ամեն, որտեղ տաճարում էականը քարե շինությունը չէ, էականը մարդը չէ, մարդու միջի կամ տաճարի միջի պաշտամունքն է, այդ տաճարը իր ժամանակը ինչի վրա է ծախսում, ծեսերի, բեմականացումների, քարոզի տեղը բեմերին բեմականացում են ցույց տալիս ամբարո հակու կապով, հիմի ինչ էլա որ բեմականությունը
Արիթա դառնում շնության ոգին գործի այդ կիսամերկերին նայելով։ Չելա որ դուք պղծել եք Աստծո տաճարը։ Աստծո տաճարից միայն սրբություն, խաղություն պետք է քարոզի եւ գիշեր ցերեկ աղոթն ու գիրքը շատանա։ Վերջ, երթն ու փառաբանությունը։ Ուրիշ բան պիտի չխոսվի Աստծո տաճարում։ Նույն Աստծո տաճարը, որ դուք եք որպես մարդ, եթե այսօր պակաս եք թողել ձեր սնունդը աղոթ գիրք պաշտամունք, վաղը պետք է վերականգնվի էթի, եթե ոչ այդ տաճարը կմատնվի ավերման եւ պղծման։ Արդեն դու պղծել ես, Տերը գարշելով կեռանա եւ ասում են նա թույլ տվեց, որ արուները արուների հետ խայտարակվեն, էքերը անասունների հետ պղծվեն։ Հռոմեացիների առաջի գլուխ, ինչու, որ բոլոր էթանոսները տեսնեն դու այլասերված ես, Աստծո հետ կապ չունես, ու քեզանից հեռանա։ Դու նրա անունը փոխարակեցիր, դու նրա տաճարը ապականեցիր հեռուստացույցի, մեդիայի, հեռախոսների միջոցով, Աստված էլ քեզ ապականեց ու քո ծրագիրը, որ որոշել էր թագավոր ու քահանա լինեիր, մերժեց։ Հիմա ինչպես Նաբուգոդոնոսորի թորան թագավորությունը մերժեց ու մատնեց կործանման։ Ընենցել քեզի խոստացված թագավորությունը կչեղարկի եւ կհեռանա քեզանից եւ դևերը քեզ կտանեն կործանման։ Ամեն։ Եթե լեմ ես էլ դու էլ նույնն խելքի արեք։ Ու այսօր մեր մեջ էլ կան որ շատ են խորանում դրա մեջ։ Լավ խորացանք անգամ նորությունա լսել են կռիվա, վերջ աղոթք, հայտարարեք թող աղոթք կանեն։ Նույն բանը 50 անգամ լսալը քեզի օգուտա թե վնաս, վնաս։ Վերջ թե մորթում են, սպանում են, քանդում են, սատանայական բաներից ուրախանում եք։ Իմացար կռիվը սկսվել, լավ, եկուցել Հայաստանում սկսվում, ինչ ես անելու, լացակումած աղոթք։ Աղոթք կարեք, որ մեղքն է դիվային կրակների վրա ջուրացվի, թեկուս հավատացեք չի էլ ածվելու։ Ժամանակավոր կասեցրելու է, դանդաղելու է մինչև ապշտակություն լինի, ամեն։ Չհավատակ երկրի վրա խաղաղությունով կասասութա։ Հիմա խաղաղությունը կլինի Հիսուսի գալուստով։ Իսկ քանի գնա պետք է կռիվներն ու պատերազմները շատանան, որ այդ սուտ անտիքրիստոսը գա ձևական խաղաղություն տա, որը սկսում է հրամայում է կռիվ են անում, որ հիմար անխել ժողովուրդն ասեն մեր փրկիչն ու խաղաղարարն եկավ։ Բայց չեն հասկանում, էդի ոչ թե փրկիչ է, էդի մարտասպան հրեշ է։ Հենց ինքը մորթեց նրանց երեխեքին, հենց ինքը կռիվները սկսեց ու դուրեց քաղաքները, ըստ Հովել մարգարեության ամայի դարձրեց։ Եվ հիմա եկավ սուտ բարերար ներկայացավ, որ դու հիմար գնաս երկր պագես ու պաշտես եւ դժոխ գնաս ու հավիտյան տառապես կրակի լճում։ Ամեն։ Դրա համար պատերազմները պիտի շատանան, բայց ես չեմ ուզում թեքվենք։ Բայց իշքան մահեր որ կան ավերածություններ այդ երկրի պղծությունների պատիժն է։ Եթե մի երկիր սուրբ կյանքով ապրի, ոչ մեկ անգամ ինքնաթիռները օդի մեջ կտրաքեն ու չեն կարա մոտիկանան այդ սուրբ քաղաքին, ամեն, իրական սուրբ քաղաքին, ոչ թե այսօրա Երուսաղեմին, որ անունով սուրբ քաղաք է, բայց այլասերվածության բնակարան է։ Մի նորմալ սուրբ մարդ չկա այդ վայրում, ամեն։ Բայց շուտով Իսրայելը լրիվ պետք է սկսի ապաշխարել, բայց ոչ հիմա, այս տառապանքը տենալուց հետո, որ թողել է իր Տեր Աստծուն, բա որ ինքը Աստված ունի, ո՞նց է նտես մորթում իրար։ Չունի Աստված։ Եթե Աստված ունի, ո՞նց է մորթում են խաղաղ միամիտ մանուկներին։ Չունի, ուրեմն իսանում են, այդ հնձելու են շուտով, ամեն։ Ու այդ հնձման ճանապարհին ողբով պետք է սկսել ապաշխարել, որը լինելու է նեղության ու մեծ նեղության շրջանը։ Շատ մոտ է Տիրոջ գալուստը։ Դրա համար այս նշանները, որ հիմա տենում եք, ելեք, արթնացեք, վազեք գիրքը, 5 րոպե իր կարդում, 25 կարդա։ Մի գլուխ իր կարդում, շատացրա 35 արա, որտեղ սա է, որ մեզ պետք է փրկի ու Տերը գալիս է գրքի աղոթքի մեջ եղածներին ու Տիրոջ գործը կատարողներին երկինք տանի։ Ամեն։ Փառավորվի Քրիստոսը։ Հիմա Հռոմեացիների 12-ի 1-2
Պարզ գրված է ժողովուրդը սրա մեջ ամեն ինչը ամփոփվում է, որ մենք աշխարհիկ մարդիկ ինչ որ անում են, մենք դրա ոչ մի բանը պետք է չանենք, թե հագուկապը, թե զբաղմունքը։ Ասում գնացել եմ նորդի եմ խաղցել պորապի։ Ոյ քեզի բան, ես վարպետ նորդու, մասնագետ էի, ես հիմա մոռացել եմ նորդի խաղալը, ոնց էին զառը գցում, որ երկար նորդի կոր, կրում էի եւ ահագին գումարների կրե բանակում, ամեն վարպետ, պորապած, բայց ես, յոբիտ ասած նորդու հետև արեշտել եմ մորցե արդեն, դու իշտա ժամանակ ունես, որ կորում ես նորդի ու կորդ խաղաս, բնականաբար դու կմնաս հետը դու երկինքետ իշ կապ ունես, երկնքում Քրիստոս ետել ես նարդի խաղալու, խաղազ մու չես խաղա, դևը որ հորիներ այդ ծրագիրը դու իրա կողքը կեցաս ընդեպ ասեմ ինչ կխաղաս դևերի հետ, որ իրա ժամանակը, ասոտը վատ ժամանակը փչացնում ու ժամանակը ծախու չի առնում, ժամանակը միայն կփչացնի սատանան, սատանայի հետ էլ կանցկացնի հավիտենությունը, Արտգաղաչեմ ձեզի եղբայրներ Աստծոյի ողորմությունով է, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհ Սուրբ Աստծոյ հաճելի, որ ձեր բանավոր պաշտոնն է, եւ մի կերպարանվիկ այս աշխարհի կերպարանքով է, վերջ, աշխարհը հերոստացույցի, մեդիայի, հեռախոսների գերի է, որ նույնը դու ես անում, հա դու հեռախոս ունեցի, բայց մի գերվի դրանով, դու աշխարհը հեռախոս ունիք, Պղծություն, գողություն, լկտիություն, շնություն ծրագրավորելու համար, դու հեռախոս ունես հանդիմանություն տարածելու համար, դու հեռախոս ունես խոստովանություն վեստելու համար, որ համաշխարհային եկեղեցի կառավարես, դու հեռախոսը օգտագործա Աստծո փառքի մեջ, դու հեռախոս ունես, որ քարոզ լսես, նաուշտիկները դրած գիշեր ցերեկ սրբանաս, նա հեռախոս ունի նաուշտիկները դրած գիշեր ցերեկ պղծվի, այլասերվի, պարապի թե ոնց շնանա եւ ոնց սրան նրան պղծի, եղավ նույն հեռախոսն է, օգտագործողից նա ամեն, հիմի նույնը մարդիկ մեկ են, ում ձերը հայտնվեն, նրան կծառայեն ամեն, հիմի ես հեռախոսը սուրբ մարդու ձեռքին սուրբ գործ կկատարի, ես նույն հեռախոսը պիղծ մարդի ձեռքին, պիղծ գործի մեջ կօգտագործվի ամեն, նույնը մարդիկ, ով է օգտագործողը, նրա նման կլինես, հեռախոսը ով է օգտագործում, հավատացեք հեռախոսն էլ է սրբանում, սուրբ քարոզները լսելով, պղծություն չկա, իսկ հեռախոսը այն մյուսի ձեռքին այլասերվածություն է քարոզում, երեխին միամիտ հոգին է պղծում, ամեն, ու մերը տեսնում է ինչ այլանդակություն է տեսնում զավակը ձեռից չի վեկալ, ինչ եղավ, որ ես հեռախոսի ընտանիքին մեջ Աստված օգտագործեց սրբությունը տարածելու, այս նույն հեռախոսը սատանան օգտագործեց նրա ընտանիքին, մանուկ հասակից իր մանկամիտ այդ խաղաղ մտածելակերպը պղծելու եւ ապականելու։ Հասկացաք։ Նույն մեքենայով ես գնում եմ ավետարանչություն եմ անում, կամ նույն էշով, հա, նույն էշով էշը տրճկալեն էթումա, չէ՞։ Մեր սրբին տանում է քարոզա տալում, նույն էշը այլասերվածին տանում է շնության։ Հիմա էշը մեղավոր է, թե վրինն է մեղավոր։ Հիմի մեքենային դատենք, թե վարողին։ Մեքենային ինչ դատենք, հեռախոս ունենալը մեղ չի։ Հեռախոսը օգտագործելը չարության մեջ այդ է մեղ։ Նույն հեռախոսով քարոզներ է դրվում սայթ։ Հազարավոր մարդիկ լսում սրբանում են, բժշկվում են, ազատագրվում են դևի ճիրաններից։ Դու լավ գիտեք, որ դրսից շատերը մեր մոտ չեկած դևի ճիրաններից ազատագրված, մահից փրկված եկել են, պատմել են բոլորս էլ փառք ենք տվել Տիրոջ, ամեն։ Բայց այս նույն հեռախոսով մարդկանց սպանել են, սպանման ծրագիր են մշակել, պղծելու ծրագիր են մշակել, այլասերված սայդեր են բացել, շնացել են օնլայն իրար հետ։ Նույն հեռախոսն է։ Որ լսում ես, հավատա մեր գաղափարի մեջ էդի չկա, լսում ես ինչեր են անում համացանցով, շվարում ես։ Մենք ոչ սայթ գիտենք, ոչ կոդեր գիտենք, հետո այդ սայթից էլ օգտագործելը փող ես տալիս, մուծում ես, ինչ ես անում, բացարձակ ես մենակ զանգ զրենք խոսքի, խոսեմ, հանդիմանեմ, դու կարաս չափավոր օգտագործես։
Տիրոջ մեջ ու մի խորացի եւ ժամանակը տուր դրան եւ ոչ թե սրբացի, հապա պղծրի, ամեն։ Նույնը առաջի Հովանու 2:10-17-ն ինչ ասում։ Մի սիրեք աշխարհը եւ ինչ էլ որ աշխարհի մարդիկ սիրում են։ Ամեն։ Հիմա աշխարհի մարդիկ երախոսը սիրում են թե չէ։ Սիրում են։ Ցիկ մարդիկ գործի են, ճանապարհներին են, այդ հերոստացույցը չեն կարա դնեն մեքենայի մեջ ու տեսնեն։ Բայց այս փոքր հերոստացույցը, հեռախոսը գիշեր ցերեկ կարամ ասեմ շատերի համար կիներից թանկ են։ Այո, շատ բաժանության առիթ դարել է հեռախոսը։ Եվ կիները բողոքել են ասեն մեր տեղը հեռախոսիդ է սիրում։ Ամեն։ Գնա հեռախոսիդ հետ էլ քնի զարթնում։ Ու իրոք քնում զարթնում են։ Հեռախոս իդաս կյանքն է։ Կմոքրեն, կպլպլ, կնկադ մոքրա, պլպլ ծրա, սիրա, չէ, հետաքրիր է, չէ, ոյ կե հետ կավրին, մատ մոքրեմ, վայ ես ինչերը դինամիկը մոքրեմ, չոպիկը հանեմ, մազի գնանեմ։ Ճիշտ է, բքոքին ընդ անտերակը, խնամքի կորիք ազգում, կամ հակառակը քո այրը։ Եկե տուն այրը փոխանակ ճոշ դնես, հեռախոսի մեջն ես, խաչ ես քաշե, կյանքիդ ընտանիքիդ վրեն։ Ամեն։ Դրա համար շատ կիներ կատաղում են, շատ այրեր բարկանում են եւ գնում են բաժանության։ Նույն երախոսն է։ Հիմա տեսեք ինչ ասում։ Մի սիրեք աշխարհը, աշխարհը ոչ թե սիրում է, աշխարհը պաշտում է։ Երախոսը աշխարհի համար կյանք է, ժողովուրդ, շատ աշխարհիների համար։ Առանց կնոջ կմնա, բայց առանց երախոս չի մնում։ Մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ է։ Հեսորադրությամբ մենք խոսում ենք հեռախոսների, հեռուստացույցի սպղծությունների, աշխարհը սիրում է հեռուստատեսային սերիալներ, ֆուտբոլներ, բեմականացումներ, լկտի սերիալներ, յուրաքանչյուր սերիալ, եթե ուզում են ժողովրդի հավանությունը ունենա, պետք է պոռնկություն, շնություն, սպանություն եւ գողական ապրելակերպ քարոզի։ Հələ էլի եմ ասում, գնացեք Թոսայակ, Նովայի մի հատ թազակինը նկարան, մեկ էլ փոքր այող չեն, ասում եմ, հենին տատիները, թե նոյեն, թե կամ գիկորը։ Չէ, տխմարը նսի չեն նկարան է, բայց էլ գողական կինո լինի, սպանություն, շնություն, սիրահարական բաներ, այ կասեն կինոն է սիրա։ Դրա համար ասոր ժողովուրդ, մի սիրեք, մի նայեք, անգամ 5 րոպեն մի տվեք հեռուստացույցին, ձեր տներից կաբելները կդրեք հեռուստացույցին։ Բայց ինտերնետը չեք կարա կդրի, մի սաղ կապել են ինտերնետից։ Կաբելը կտրված է, չէ շատերի տնից, բայց ինտերնետը չերես, անտեսանելի, անենց հաստ կաբելա մցրե մեջդ, որ էդի կդրել չի լնում։ Բեդի ոս կդրենք, Wi-Fi կաբելը։ Wi-Fi-ն ասում եմ անջացում, կամերաները գնաց, ոնց անջատեմ։ Հələ տեսեք ժողովուրդ ավտոմատն են ցենոր է, կամերա, հեռախոս, մեքենայի բան, զայդատկա, վերջից այդ բոլորը սարքավորումները չերես այդ ինտերնետային անտեսանելի կաբելով աշխատում, որ հանկարծ վերջնական որոշես հլնես կդրես, որ չգնես ճառագայթման տակ, տուպիկի մեջ հայտնվես, հայմարդ ասես հիմար ես ինչ արեցի, այո, հիմար չենք, հիմար ենք, որ թողում ենք, բայց շանս կա, տարբերակ չեն թողե, ու շատերն ասում են, հեսա ինտերնետը կանջատեն, չեն անջատի, ինտերնետն անջատի, ես ծրագիրն անջատվում է, ինտերնետով մեզի Քրիստոսից կանջատեն, եղավ, ու մեր գլուխը կուտեն, վերջում էլ կաշիներս կկրթեն, դրա համար արեք արթնանանք, եթե օգտվում ենք միայն սրբության համար, օգտագործենք դա Տիրոջ համար, թեկուզ բարդ է, բայց հնարավոր է։ Մի սիրեք, ուշադիր, մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջն է։ Եթե մեկ աշխարհը կսիրի անոր ներսիդի նոր սերը չկա։ Քանզի ամեն բան, որ աշխարհի մեջ է, մարմնի ցանկություն, աչքերի ցանկությունը, եւ այս կյանքի ամբարտավանությունը, հոր մեջ է, հապա այս աշխարհն է, աշխարհը կանցնի անոր ցանկություններն ալ, բայց ան որ Աստծո կամքը կկատարի, հավիտյան պիտի մնա։ Հիմա Աստծո ժողովուրդ իրականից մեզի գերել է այս համացանցը, հեռախոսը,
Համացանցային պղծությունները, կինոները, սերիալները, բեմականացումները, սիրահարական կապերը, սայդերը, տիկտոկները, ֆեյսբուկները, դե գործիս մարա, սութը, դու մենակ գործի մար ես մտնում, այ անիծված, գործը մահանա, կրքերս բավարարվի կշտանա, տիկտոկը, ողբամ ծեր վրեն է տիկտոկը, ժողովուրդ, ռեգլամ եմ ոնում, ճանդմին ռեգլամ անեք, ուրիշ տեղով օրեք, մտնում ես այլասերվածության յաշիկա էդի, վարը ոնց իրան բացում, նկարում կծումըտ է, այ քեզի փորձանք, ռեգլամը, ուրիշ տեղով արա ռեգլամ, ուրիշ հասկանում ես, որ այդ պղծությունը ստիվված չմտնես տեսնես է, ու ինենց են արե, որ դու քո գործը նայելու հետ միասին ուրիշի պղծություններ նայես, ուզես, չուզես, զակ ասա, պտի նայես, և այսպես ասոց սուրբ տաճարները, պղծվում է, ինչպես Բաբելոնի թագավորը պղծեց Երուսաղեմից բերված սուրբ անոթները, և գրվավ կշռվեցար ու շատ թեթև գտնվեցար, հո թագավորությունը գնաց քեզանից, սիրելի քրիստոնյաներ, ձեր փրկությունը գնացել է ձեզանից, որ առավոտյան կանոխը չլուսացած վազում եք, վայ զայրատկեն, վայ սայդը, վայ բանկը, մեկ էլ գնաց, վայ տեսնենք ինչ այլ է, վայ պղծությունները, լևի սայդերը, սիրահարական կապերը, անե, փրկությունդ գնացել է քեզանից, չես փրկվելու, եթե չլնես ու ճանապարհը չուղղես, ամեն, արեք իրականից վերանայենք, Եռախոսին ենք շատ ժամանակ տալիս համացանցին, հեռուստացույցին, թե գրքին աղոթքին, 99% հավատացյալները եռախոսի մեջն են շատ ժամանակ նասկացնում, եռախոսը ինքան սիրեկը, սիրալիրա, որ բարձի տագնա անխելքը տնում կնում, ուղեղը չորնում աճառագայթից, անխելք, եթե կարևոր զանգեր չունես, լրիվ անջատա տանդ Wi-Fi-ն էլ հետը գոնե 12 ժամ կամ 8 ժամ առաջ ճառագայթի կքնես, ազդում է տեսողության վրա, հիշողության վրա, զոմբիա սարքում, թմբիրի մեջ մնաս, ասո գալուստը չհասկնաս, ամեն, հիմա հլը արեք քննենք ժողովուրդ, հեսօր շատ քիչ հովիվներ են խոսում սրաս մասին, որտև հովիվները անձամբ իրանք սիրահարական կապերի հետ, մեջ լրբերի հետ, անառակ սայդերի մեջ գրանցված են, Են մարդն է խոսում, որը դու մեջ չկաս, չիմանում էդի ոնց էլ են գրանցում, ես թամամ հեռախոս չեմ կարում դզեմ, Աստված օրհտես մեր աղբերներին, ընձի պետք է չի էդի, Մասնագետը հասկնում է, կտամ կանա, աղբերը չանի, փող կտամ ուրիշը կանա, բայց ուզում եմ ասեմ, բայց մարդիկ կան, հեռախոսի ուղղությունս ոտից գլուխ գիտե, ծրագիր կա մինչև հիմա ես չգիտեմ, էդ ինչ է, ինչ են անում, հա ասում անխելքը, որ խորանաս իշտե բաներ կգտնես, ընձի պետք չէ զանգ գա, զանգ ընդունեմ, նորություններ գա, Սաբշենյաներ գա, ընդունեմ, վերջը, եկեղեցու հարցերը կարգավորեմ, էդի հերիքա, կաղնենք աղոթքի, ով մեր մեջ էլ բռնված է քչեցրեք, կմնաք դրա կողքին, Հիմա սատանան հեռուստացույցի և համացանցի միջոցով պղծերա, վերջ մի հատ էլ դեպք լինի, ասենք Հայաստանը պատերազմ Իրանը, Իսրայելը Իրանին խփեց, նույն բանը կմտնենք 20 անգամ կտեսնենք, լավ հասկացանք, հայտարարին աղոթում ենք, օրվա վերջում մենք ասենք ինչ այլ է, տանում է մեր ժամանակը, ճիշտ է թե չէ, ավտոմատ էթում ես, ինչ է լավ, սատանեն կրակեց, որ մեզի ընդաստնդեմ մորթա, մեզ էլ ստեմ մորթա, սրնդազուր կանելով, անենց է, հապշտակությունը մոտ է, նրա խելքը միտք էդ մուսուլմանական ժողովուրդը չեն, նրա խելքը միտքը էդ լուրերով մեզի մորթա, մեզի սրնդազուր կանա, մեզի կասես նավաճելուց, ամեն, մեզի գրքից աղոթքից զատի, բայց հավատացեք ես այսօր լսել եմ ովելի եմ էլ է խորացա, տեր ասում եմ էլ բան չի մացե, Դո մերնի գործը, դո մերնի այցելությունները, բոլորը ամեն ինչը թողեք մտեք գրքի մեջ,
Ես չեմ կարա ձեզի փրկի, գիրքը պետք է ձեզի փրկի։ Ամեն։ Կմնաք, հիշեք այս հորդորական պատգամները, որ չեք կատարել։ Շատ մոտ է։ Օրի հարց է արդեն։ Եթե իհարկե Տերը չձգձգի, որտեղ էլ բան չկա, որ չկատարի։ Փառք ես կանչելի Հայր, փառք ես գովելի Տեր, փառք ես երկինք ու երկիր արարող ամենակարողը զորին Տերս։ Անունդ փառավորվի, անունդ մեծարվի, անունդ պաշտվի ով մեծ նզոր Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, որ մեզ արթնացնում ես։ Շնորհակալ ենք քեզանից, որ մեզ հանդիմանում ու խրատում ես։ Տեր Աստվածս այցել է եկեղեցու յուրաքանչյուր անդամներին, ովքեր խորացած են Տեր մեդիայի մեջ, սայթերի մեջ, Facebook-ների, TikTok-ների, քան դու քարապարատեր այդ գործը, անհաջողության մատնի եւ քո զավակներին պիղծ Բաբելոնից փրկի։ Խնդրում եմ քեզանից Տեր, օրն է որ այս քո աստոտաճարի անոթները միայն քո փառքի համար օգտագործվեն։ Տեր մենք իրականից կանչվել ենք քո փառքին օգտագործվելու, բայց սատանան մեդիայի, սատանան հեռուստացույցների, հեռախոսների միջոցով գրավել եւ կալանավորել է Տեր Աստվածս քո գառնուկներին։ Կալանավորել է եւ տանում է կործանման սքանչելի Տեր։ Եվ նա չի թողում, որ աճեն աղոթքի, գրքի, վկայության եւ պաշտամունքի օգիով։ Արթնացրու բոլորիս Տեր, արթնացրու, որ կրճատեն գերախոսին տրվելիք ժամերը։ Արթնացրու Տեր, որ ելնենք մեր հանդերձները շտկենք, որտեղ քու գալուստը շատ մոտ է Հիսուս ջան։ Փառք քեզ սքանչելի Տեր, արթնացրու բոլորին Տեր Աստվածս, որովհետև ժամ-ժամի մոտիկանում է քու գալուստը սքանչելի Հայր։ Փառք քեզ գովելի Տեր, փառավորվիր ու մեծարվիր այս պատգամը բոլորի սրտին Տեր հասցնելով, որ շատերը լսեն արթնանան ու ապաշխարեն սքանչելի Տեր։ Փառավորում ենք անունդ Սուրբ, մեծը նզոր Տեր, Որդուդ Հիսուսի անունով ամեն։